տարուց Հայաստանում տեղի կունենան ընտրություններ խորհրդարանական հավանաբար, դուք ինչ-որ ձեր գրասենյակը, ինչ-որ ֆունկցիա տեսնում է այդ ընտրությունների կազմակերպման կամ իրավունքները պաշտպանելու ինչ-որ ֆունկցիա տեսնում եք այդ պրոցեսի մեջ։ Նախ այսօրվա ընտրական օրենսգիրքը, որը դեռևս չի վերջնական ընդունվել, արդեն նախատեսում է որոշակի ակտիվ մասնակցություն, մարդու իրավունքների պաշտպանը ըստ այսօրվա նախագծի հնարավորություն ունենալու 3 թեկնածու առաջարկել կենտրոնական ընտրական հանձնաժողովում, նախկին տարբերակում դա շատ ավելի անորոշ էր շահագրգռված, մենք դիտողություն արեցինք եւ ոնց որ թե ընդունվել է այդ դիտողությունը եւ ավելի հստակ է, որտեղ ես առաջարկում էի 5-ը, կարող է ոչ մեկին էլ չընդունենք, հիմա այս առաջարկում 3-ը եւ 3-ն էլ ընդունվել են։ Դա արդեն լուրջ մասնակցություն է գործընթացներին, բայց դա միակ մեր մասնակցությունը չի լինելու, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կոչված չէ իհարկե հստակ որոշելու ազատ եւ արդար ընտրությունները, թե չէ, որտեղ այն մոնիտորինգային որոշակի գործառույթներ չի իրականացնում, բայց որ մենք կոնկրետ հետևելու ենք մարդու քաղաքական իրավունքների, այդ թվում ընտրական իրավունքի իրացմանը մեր երկրում, դա ակնհայտ է։ Մարդու իրավունքների վերաբերող ամենաշատ փողոքը ինչ բնույթի է, եւ երկրորդ մեծ հաշվով այն խնդիրները, որ ձեր առաջ դրվում են, դրանց լուծման եւ դրանց դրական լուծման տոկոսը 13%-ն է, որ կարելի է այսպես ընդհանուր ասել, իմիջիալոց դա իմ վիճակագրությունը չի, նախորդ մարդու իրավունքների պաշտպանների տարբեր տարիների վիճակագրությամբ միջինացված տարբերակն է։ Ինչ վերաբերում է որոնք են ամենաշատ հանդիպող խնդիրները, ես առաջին իսկ օրվանից, երբ ուսումնասիրեցի եւ կարողացա որոշակի ինձ համար պատկերացումները հստակեցնել, հայտնել եմ եւ հայտարարել եմ տարբեր ամբիոններից, որ ամենաշատը բողոքները լինում են Հայաստանի Հանրապետության դատարաններից, որոնք կոչված են պաշտպանել մարդու իրավունքները, որի նկատմամբ մենք չունենք որևէ լիազորություն բացի այդ կարգապահական պատասխանատվության ենթարկելու փորձը։ Հաջորդ տեղում է արդեն 2010 թվականի զեկույցից է մեջբերում պարոն Հարությունյանի տրված վիճակագրությունն է, որը թեթևակի փոփոխությունների ենթարկել, դա քաղաքապետարանն է, դա ոստիկանությունն է։